Ընդունելի է, եթե դուք քննարկումները հիշում եք, մի շարք օրեր էին հնչում տարբեր առաջարկություններ, սակայն բոլորի համար ընդունելի եղավ այս օրը, որը հավաքական օր է խորհրդով եւ շատ ճիշտ է, որ Ազգային ժողովը հավանության արժանացրեց այս օրը եւ սրանով արդեն ունենք հստակ օր, որով արդեն հնարավորություն այնպես որ հարությունը միանշանակ ընդունեց, էլի սեպտեմբերի 27-ին ոչ այսօր, որովհետև այսօրը կապ չունի նրանց որևէ ռազմական գործողության հետ։ Շնորհակալություն, այս օրը չի ընտրվել որպես ռազմական գործողության ինչ-որ օր։ Եթե դուք ուշադիր հետևել եք քննարկումներին եւ օրենքի ներկայացման հիմնավորումներին, ապա կտեսնեք, որ չի կապվել կոնկրետ որևէ ռազմական գործողության հետ։ Ավելի ընդգրկուն համընդհանուր, այսպես բոլոր հարցերը իմի բերված այդ տրամաբանությամբ է ընտրվել այսօրը, որովհետև եթե ընտրվել սեպտեմբերի 27-ը, ապա կարող էր ընտրվել մեկ այլ, մենք Հայաստանի Հանրապետություն եւ առհասարակ Հայաստանը բազմաթիվ ռազմական գործողությունների, բազմաթիվ պատերազմների շրջան է ունեցել եւ հստակ ինչ-որ օր չի դրվել հիմքում։ Վաղ առավոտից բազմաթիվ ներկայացեք եք դուք, որ վաղ առավոտից բազմաթիվ ծնողներ են այստեղ ցույց տալու նաեւ ձեզ մոսնամեն Այո, բայց մյուսները խոնարհել են։ Բոլոր գերեզմանների մոտ հնարավորություն չկա մոտենալու եւ խոնարհելու։ Կոնկրետ Եռաբլուր զինվորական պանթեոնը իր հավաքականությամբ իր հստակ մտածան, որտեղ եւ խոնարհվեց։ Պարոն Սարգսյան, մի քիչ թող